ժամանակ նշում էր, որ եկեղեցիները իրենց գույքերով, տարածքներով պետությանն է, որոնք անհատույց օգտագործման իրավունքով տրվել է մայրաթորին, բայց հետո լրագրողները բացել էին այդ Հովանավանքի օրինակով ցույց էին տալիս, որ կադաստրի թղթով, ինչպես սիրում է Նիկոլ Փաշինյանն ասել, մայրաթորին է պատկանում օրինակ Հովանավանքը։ Ես ձեր հղումները իհարկե չեմ հասկանում, ինչպես սիրում եմ ասել, եթե դուք կոնկրետ հարց ունեք, խնդրում ձեր հարցը, առանց որևէ հղումների, լսում եմ ձեզ։ Իրենց գույքերով, հողերով, Ուրեմն խորհրդային միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը եւ խորհրդային միության փլուզումից հետո ընդունված օրենքներով, կարգերով, հողային օրենսգրքով տրվել է համապատասխան իրավունքներ, այդ թվում եւ բոլորիս, այդ թվում եւ մեր բոլորիս ընտանիքներին, ովքեր որ խորհրդային միության փլուզումից հետո ստացել են գյուղատնտեսական հողեր, ստացել են համապատասխան տնամերձ հողամասեր։ Եվ համապատասխանաբար, այո, բոլոր հողերը խորհրդային միության փլուզումից հետո եղել են Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ օրենսդիր մարմինն է որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու։ Այդ թվում եւ հիմա դուք նշեցիք Հովանավանքը, ես կարող եմ ասել, որ Հովանավանքի համար եւ շենքի եւ հողամասի վերաբերյալ եղել է կառավարության որոշումներ եւ բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ գույքը, անշարժ գույքը փոխանցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Սեփականությունում է պատկանում եկեղեցուն թե պետության։ Ես հիմա չեմ հիշի, հենց դետալային ասեմ ինչի համար, որովհետև կարող է օգտագործման իրավունքով է փոխանցված։ Տեսեք, էլի եմ ասում, կարող է շինությունն է սեփականություն գրված, բայց հողը դա այլ կարգավորումների է տրվում եւ դրա համար եմ ասում ես եթե ձեզ հետաքրքիր է մենք կարող ենք ուսումնասիրել եւ դետալային պատասխանել կարծում եմ բավականին եթե չեմ սխալվում 600 կամ 700 միավոր անշարժ գույք կա եթե չեմ սխալվում կոնկրետ որովհետեւ դուք հիմա կոնկրետ եթե թվերին հարց տաք ես պետք է խնդրեմ ձեզ առանձին հարցադրում անեք որին պատասխանեք Ուրեմն ըստ օրենսդրության արկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից եւ հողի հարկից, բայց կան նաեւ այնպիսի գույքեր, որոնք որ վճարում են այդ բիզնես կներեք չեմ կարող հենց հիմա չեմ կարող ասել, որովհետեւ դետալային ձեր հարցը վերաբերում է կոնկրետ օբյեկտի, ես մեծ հաճույքով յուրաքանչյուր նման հարցի գրավոր կպատասխանեմ